Ողջույն, սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ խոսքերը, որ մենք այստեղ ասում ենք, ձեզ համոզելու համար չի, որովհետև ովքեր գտնվում են այստեղ, իրենք էլ մի բան մեզ պիտի համոզեն, թե կարող են համոզել մեզ, ուրիշներին, թե ինչու պիտի ընտրել Ռոբերտ Քոչարյանին, Հայաստան դաշինքին։ Մինչև հիմնական ելույթիս անցնելը ես ուզում եմ ողջունել այստեղ գտնվող ԵԱԿ ԺՄԻԳ-ի դիտորդներին, խնդրեմ թարգմանի չթարգմանի, դուք որ այդտեղ կանգնած եք, դուք որ ձեր հովանու ներքո թույլ եք տալիս այս ծաղրածուների իշխանությունը խոսեն մարդկան քաղաքական առաջնորդների սպանելու, թիրախավորելու մասին, դուք ըստ էության եւ եվրոպական այլ կառույցներ հովանավորում եք այս իշխանությունների հանցագործությունները։ Համաձայն եք ժողովուրդ, որ այս մարդիկ հովանավորում են նրանց։ Ժողովուրդ, դուք լսել եք, որ Հայաստան դաշինքը ասում է, որ խաղաղության համար պետք են երաշխավորներ։ Նախագահ Քոչարյանը բացատրել է ինչու են այդ երաշխավորները պետք։ Քաղաքացիական պայմանագիրը, այս նոր թողարկման, արդեն 2026-ի Նիկոլ Փաշինյանը ասում է, մեզ երաշխավորներ պետք չեն։ Ու եթե պետք է Ադրբեջանը կլինի այդ երաշխավորը։ Բայց Փաշինյանը մի 23 թվականի արտադրության ինչ էր ասում, ասում էր, այո, խաղաղության պայմանագրից 12 ժամ անց ցանկացած այլ պահի կարող է պատերազմ սկսել, եթե չլիներ միջազգային հուսալի երաշխիքներ։ Այս սրա մասին ենք մենք խոսում, սրա համար ենք մենք ասում, որ խաղաղության համար, իրական խաղաղության համար պետք է երաշխիք, միջազգային երաշխիքներ։ Վերջերս հանրային հեռուստաընկերությունում է եւ այս հարցը քննարկում ենք, ասում ենք, այո, մեզ պետք են միջազգային երաշխիքներ ու տարբեր բևեռներ։ Ասեցին, իսկ ինչպես է կարողանալու Ռոբերտ Քոչարյանը այդ երաշխիքները ապահովել, ինչպես է կարողանալու Միացյալ Նահանգներին, Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին ներգրավել այս process-ում։ Պատասխանը շատ պարզ է։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին իրականացվել է մեգապրոյեկտ Հայաստան-Իրան գազամուղը, որին դեմ էր Միացյալ Նահանգները, որի մասով վստահ եմ ուրախ չէր նաև Ռուսաստանի Դաշնությունը, որտեղ որքան էլ բարեկամ երկիր է, մենք գազային բալանս էինք որոշակի ձևավորում։ Բայց այդ ծրագիրը իրականացվեց Ռոբերտ Քոչարյանի կամքի, աշխատասիրության եւ դիվանագիտական, ինչպես նաև թիմի դիվանագիտական հմտությունների շնորհիվ։ Հանրային հեռուստաընկերությունը ամբողջ հարցազրույցից այդ հատվածը կտրել հանել էր։ Ինչի, որովհետև այս մարդիկ պատրաստ են լսել, որ մենք ասում ենք Նիկոլ Փաշինյանը դավաճան է, ստախոս է, բայց երբ խոսում ենք մեր քաղաքական թիմի առաջնորդի արձանագրած արդյունքների մասին, այ դա պիտի կտրեն, դա պիտի հեռացնեն, որովհետև ժողովուրդը կտեսնի, չէ, կամ կհիշի, տեսնելու կարիք չկա, որովհետև մեր աչքի առաջ է։ Այնպես որ խաղաղության համար շատ կարևոր են երաշխավորները։ Ուրեմն այս մարդիկ ատում են հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին։ Նիկոլ Փաշինյանը, պատկերացնում եք երիտասարդ հայ տղային, ասում է դու ինչի չես մեռել։ Սուրեն Պապիկյանը ասում է մենք ձեր վրայով կանցնենք։ Մի պահ ինձ թվաց, թե Պապիկյանը իրական սպարապետ է դարձել, որոշել է ջերմուկի թուրքերի վրայով անցնել, պարզվեց չէ, Տաշիրի հայերի վրայով է ուզում անցնել այս մարդը։ Այս մարդկանց ատելության թիրախը հայերն են, Հայաստանի հայրենասեր քաղաքացիները։ Այն թուրքերը, որ ասել են մի հայ պիտի թողենք ենել թանգարանում, Փաշինյանը դրա համար է զարմացած, ինչի պիտի հայերը ողջ մնան, ինչի պիտի կարողանան փրկվել։ Բայց մենք այդ ծաղրածու սրիկային ասում ենք, մենք ողջ ենք մնալու, մենք այս տարածաշրջանում ենք լինելու եւ զարգացնելու ենք Հայաստանի Հանրապետությունը։ Մի մեր ազգային ասացված կա, ասում էր, տատս էր ասում, մեր ազգի վիճակի մասին որ հարցնում է, ասում էր, մեր մարմնի շուրջ հավաքված էին շակալներ, բայց ցավոք սրտի մենք գլուխ չունենք, որ գլուխը որոշում կայացներ, պաշտպանվելու, ոչնչացնելու նրան։ Հիմա մեր պետությունն էլ անտերը, անգլուխ է, դրա համար է Ադրբեջանը առաջարկում սահմանադրությունը փոխենք, Ռուսաստանը առաջարկում հանրաքվե անենք։ Այդ ինչի նույն մեր դաշնակից Ռուսաստանը Քոչարյանի օրոք չէր առաջարկում ինչ-որ բան մեր ներքին կյանքում,
որ որոշենք հանրաքվե։ Ինչու, որովհետև պետությունը ուներ գլուխ, պետությունը ուներ առաջնորդ, արժանապատիվ, ում հետ իրենք նստում ու ինչպես տղամարդու հետ են խոսում, պայմանավորվում են։ Դրա համար պարոն Մանուկյանը հիշեց նախագահի արժանապատիվ կերպով բանտ գնալը, բայց ես ուզում եմ, որ մենք հունիսի 7-ի ընտրությամբ նախագահին նստեցնենք մեքենան ու ճանապարհենք կառավարական թիվ 1 շենք։ Վերջում ժողովուրդ ջան, մի անեկդոտ պատմեմ, որ Երևանում շատ է տարածված։ Նիկոլը գնում է Վարշավիրանոց, Վարշավիրն ասում է Քոչարյան, Նիկոլ ասում է, ինչ ես այդ ազգանունը շատ տալի։ Ասում եմ Քոչարյան, մազերդ բիզբիզ է կանգնում, լավ եմ կտրում։ Դրա համար այստեղից իջնում եմ, միանում եմ ձեզ, ասում եմ եկեք մի հատ Նիկոլի մազերը լավ բիզբիզ կանգնացնենք։ Քոչարյան, 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 Քոչարյան